5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի տեսություն, սիրելի բարեկամ։ Այսօր մեր հանդիպումը մի քիչ ուրիշ է լինելու։ Գարուն է, մայիս։ Իսկ մենք գիտենք, որ մայիսը մեզ համար միայն տաք արևի ու ծաղիկների խորհրդանիշ ամիս չէ։ Մայիսն ունի հիշողություն, կամք, հաղթանակ։ Ու յուրաքանչյուր սերունդ ուներ իր մայիսը։ Մեր պապերի մայիսը սուրբ էր, զենքի ծանրությամբ, ընկերոջ կարոտով, հարազատի սպասումով, հաղթանակի գինով։ Մեր հայրերի մայիսը պատվով ու խրոխտ անցած ճանապարհ էր, հավատով, լույսը վերադարձնելու անբեկ կամքով։ Իսկ մեր մայիսը պիտի լինի այդ երկու ճանապարհների հանգույցը, արժանապատիվ ու հարակա։ Հայրենական պատերազմ, բառերի այս կայուն կապակցությունը յուրաքանչյուրիս գիտակցության մեջ հաղթանակի համանվագի հնչյուններով թնդացող մեր անցյալի փառքն է պատկերում։ Դա մեր պապերի կենսագրությունն էր, որ մեր հայրերը պատվով եւ արժանիորեն շարունակեցին, ու այն դարձավ մերը։ Այսօր եւ առաջիկա մեր հաղորդումներին էլ մենք խոսելու ենք հենց այդ մասին, բայց ոչ ծանրությամբ, այլ հավատարիմ մնալով հաղորդման տրամաբանությանը, զվարճապատումներով, շպիտով ու խրատով։ Արցախում կռիվը միայն արդյունքով չէր, այն նաև ընկերության, կատակելու, ապրել շարունակելու ճանապարհ էր։ Ու հիմա դուք կլսեք պատումներ, որոնցում ժպիտը միախառն է մտահոգությանը, հնարանքն ու իրականությունը միաձույլ են։ Ու հիշենք, որ ժպիտը ամենահզոր ուժն է։ Հենց ժպտալով ենք դիմացել։ Ակուպտային պատումը թաուն ցակեց Ալբանա կրված մեդալներով տոն եկած։ Պատարվեր պատումը ետատրնում թա։ Վարողտը նեմեց ուրուր իրասքեց է, տեսնամնգե Ստալինը դալուս թակումա։ Молодечիկյա, хорошо վանիմեշ։ Հիրհիրած է սուրայնը կրսնումին թվին կինմա կրև։ Մինոմի թող տաղարկում շանին գյուղսավետին գիրա։ Մեջին գիրած թսսը, շնաց է կարդումը նամակլող չննգնում։ Աղուվեր կրևը բրծնում է սուրենը կյամա։ Մինոր է վեր խոսքապեցվում ասում են։ Սուրեն, են նամակում չս գիրել։ Գիրալում վեր, թյունն սուրենը սաղա, հանցում մեր տանը ինձ էտ է մտածիք վեր։ Քաղաքամարտակյաշենը ռուղվուրքի նվքից կլուբը բայնի տեխնիկին մասին լեկցակրթիս լարչումներ թա։ Արխային կաց է, մեր սավետին ռակետը հանշինացա։ Վեր, բես թող է, քիննականա թուշ Վաշինգտոնա իրա վեր ընգնել։ Ամա ուրանցը միշտ է ծորրա քիննական։ Կարոդային տղան լոքատանց թա։ Էդ շատ պիսա, ճան մերոր։ Խայ կարոդային։ Որովհետև Ամերիկան ռակետը թուշաունա Մոսկվեն իրա։ Կիլականա ընգնե թուշ մեր շենին իրա։ Չէ, էդ բեն չի, ճան մերոր։ Հդրութած ամի տղա բնական կյասակի սավխոզեն դիրեկտորին կոշտը թա։ Ընգեր Հայրապետյան, բնակումը տանկիստում իլել, ինքն էլ սերժանտում, մին գործտոանի։ Հայրապետյանը ետատրնաց թա։ Վալա, դե մեր արտերը, հալամ տրակտր ավնք վրես, ամա խոսքում տան, լահա առաջին տան գվեր սավխոզստանա, քեզ ընտվական քշիս, հերան ակերը, ուրան կյանքումը, քաղաք տսած չիլեն, սաղ կյանքը շենում նալալ լպրելիս, խաթումներ, երալալ էշը, եկալ հադրութ, ճուղուպուրը զատ ծախալ, տեսան տենան ինկալել, պերալ խոխոցը պահալ։ Մեր հետ էլ քեզ ալա Ստեփանակերտ, դե Ստեփանակերտ է, հադրութ հայաշած քաղաք հա։ Հերան ակորը, մաթը հութը կտրալա,
Էդելն մեջին կրվեն վախնայիլեն։ Եկալա շենը, սաղ կնանուցը կխեն հվակալ թա։ Ակնանա, գեթիտրեր են կրկրոցը սա Ստեփանակերտա իրայա է, աղջի քաղաք մասալ է, հինչ թեմիս, հինչ ղաշան, եղը վերածվիս կհվակվեն։ Սիրելիներս, Արցախում ու հատկապես Հադրութում կատակով ասում էին. «Սաղ աշխարհս գիդասյա վեր Հիտլերը Սավետը երկուպինի հետ է օզյալ, խծիբերթա աղտիրած են, մինգել բնյուզյուրա գինյուն հետ է»։ Ու հաստատ այն ժամանակ Հիտլերը դեռ չէր համտեսել մեր ժենգյալով հացը, այլապես ողջ Արցախը կլիներ նրա թիրախում։ Սրանք իհարկե մեր ունեցածի արժեքն իմանալու գնահատական զվարճախոսություններն են ու յուրաքանչյուր պատում յուրովի բացահայտում է արցախցու մտածողության շերտերը եւ բարեկամությանը հավատարիմ կամքը։ Խոխեք, իսկ դուք հիշում եք մայիսյան հաղթատոնը, ցնքլալ նշելիս, ինչ ընկլալնելից է տորը։ Հա։ Ինչ ընկլալնելից հիշում։ Որը իմ ամենասիրած օրս այլեն, քենցանես ընկիրալ հրապարակցատներն տրկցրան, ես ավեր հիշում է տորը տխրում։ Սուրեն, դու։ Ես հիշում եմ այդ տորնին միշտ եկած պսելիս ընկիլել, բետոնները շատ ուրախ ընկիլել, լավ նշելիս ընկիլել, միշտ խրաված ընկիլել շնելիս ընկելիս, ուտի ուրախ շատ պինեկալիս ընկիլել հրապարակը։ Տանկին կողքը շուշվա, նկարվելիս։ Սիրելիներս, դուք ձեր հուշերով նաև ինձ տուն տարաք։ Այսօր թեև ծանր ու անորոշ են բացվում մայիսյան առավոտները, բայց արեքակի յուրաքանչյուր շողի մեջ երկնի կապույտի ծիրում մենք ապրել շարունակելու, դիմանալու հրամանն ենք կարդում։ Ու այդ նրանք, մեր պապերը, մեր հայրերն են մեզ հրամայում, իսկ մենք իրավունք չունենք ընկրկելու։ Ով զարկվի, դավաճան է, սա պատգամ է։ Մենք չպիտի զարկվենք, որ չկորցնենք զարկելու հնարավորությունը։ Պատմությունը մեզ մեծ դաս ու պատգամ է թողել։ Անձը ժողովուրդը չէ, առավել ևս անձը ազգ չի կարող ներկայացնել։ Թեպետ մինմոկունը սաղ կարասնա մուր տառում, բայց կարասը թափում ու մաքուրն են լցնում։ Այդպես եղել է, այդպես կլինի, սթափությունն ու տրամաբանությունը հաղթելու են։ Ու նորից շարունակվելու է հաղթանակ կռած ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու նոր հաղթարշավի պատմության կերտումը։ Պենդ կացեք, դեմ կացեք։